Այո, առավոտը բարի է, առավոտը ջերմ է, առավոտը հրաշալի, եթե այն դիմավորում եք մեզ հետ միասին սիրելի ռադիոլսողներ 9:20 րոպե Հայաստանում ես եւս մեկ անգամ ողջունում եմ բոլորիդ, եւս մեկ անգամ ասում բարի լույս, մաղթում հաջող աշխատանքային օր, եթե արձակուրդում չեք։ Եվ արդեն շտապ եմ ներկայացնել մեր հյուրերին, հետաքրքիր մի նախագիծ են երկու գեղեցկուհիներ, այսպես կասեմ, մի համախմբվել եւ հետաքրքիր մի նախագիծ են ներկայացնելու Նելի Դանելյան, Քնարիկ Մենզիլջյան, բարի լույս եւ բարի գալուստ Հայաստան։ Բարի լույս, շնորհակալություն։ Ասեմ, որ Նելին Մոսկվա բնակ նկարչուհի է, իսկ Տիկին Քնարիկը Ֆրանսիայից է, բանաստեղծուհի է։ Ես ճիշտ ասած միանգամից հարցրեցի, քանի տարի է, որ նրանք ապրում են հայրենիքից դուրս, եւ պարզվեց, որ Նելին 18 տարի, իսկ դուք արդեն 25 տարի։ Կապը ինչպես եք կարողանում պահպանել հայրենիքի հետ։ Երկար ու ձիգ տարիներ է, որ հայրենիքից դուրս եք ապրում եւ փաստորեն հիանալի հայերեն եք խոսում, նախ ամենակարևորը, այսինքն խնդիր չկա շփման առումով եւ նույնիսկ հայերեն բանաստեղծություններ եք գրում։ Ինչպես ստացվեց, որ գնացիք եւ ինչպես եք պահում հայկականը, այն մեր արմատները, հա, ավանդականը։ Իհարկե, անխոս պիտի պահեինք այդ կապը, որովհետեւ դա իմ հայրենիքն է, իմ ծննդավայրն է այստեղ եւ ընտանիքս այստեղ է, ես միայն ամուսնուս հետ եմ այդտեղ Ֆրանսիայում, բնականաբար Այսինքն այստեղ կապող մարդիկ կան, շատ կա, իհարկե իմ ամբողջ հարազատությունս, հարազատներս այստեղ են, ես իմ ընտանիքով ամուսնուս եւ երկու երեխաներիս հետ եմ Ֆրանսիայում, ամուսնացել եմ ֆրանսահայ տղայի հետ, ժամանակ պատճառուսերն է եղել, եւ լքել եմ հայրենիքս։ Իսկ ձեր երեխաներին ամեն ինչ անում եք, որպեսզի նրանք հայերեն հայկական այդ ամբողջ արմատացած լինի։ Այո, իհարկե պահպանվում է ամեն ինչ, ամենից եւ դաստիարակությունը եւ հայկական ոգին, երեխաներս հաճախել են հայկական քոլեջ, այո, եւ շատ լավ ուսում են ստացել իհարկե։ Հայ համայնքի հետ կապը ինչպես է այնտեղ։ Կա, իհարկե կա կապը, չեմ կարող ասել, որ շատ մասնակից եմ բոլոր միջոցառումներին, բայց իհարկե հատկապես երբ քոլեջի հետ կապը կար, առավել եւս ամուսինը շատ մեծ գործունեություն է ունեցել բարեգործական, հայկական հիմնադրամի անդամ է եղել այն ժամանակ դեռ մի 10 տարի առաջ։ Հասկանալի, Նելի 18 տարի Մոսկվայում, իհարկե Մոսկվան ավելի մոտ է եւ Մոսկվա բնակ հայերը ավելի հաճախ են կարողանում այցելել հայրենիք։ Բնականաբար, նամանավանդ իմ նման խենթուկ մարդը, որ առանց հայրենիքի, կարոտի, ջրի, հողի, Որքան ժամանակը մեկ եք գալիս Հայաստան։ Ամեն ամառ ես այստեղ եմ, յուրաքանչյուր ամառ բերում եմ ինչ որ հետաքրքիր նախագիծ, ասեմ որ Մահանա եք ման գալ։ Գիտեք, ծնողներս այստեղ են, եւ ես շատ սիրում եմ Հայաստանը։ Չեմ կարողանում ապրել առանց Երևանի։ Կարոտում եմ Երևանի ամեն ինչը։ Եվ բնականաբար ինչպես կարող եմ չգալ, չվերցնել այն, ինչ որ ինձ պետք է, հա, մանկությունից։ Ինչ է պահում ձեզ Մոսկվայում, որ չեք վերադառնում մշտապես այստեղ։ Գիտեք, բնականաբար ընտանիքը հաստորեն նույն հարցի խնդրի, այո, վրա ենք կանգնում, ես էլ ամուսնացել եմ այնտեղ, տղաներ ունեմ, երկու տղաներ, մեծս արդեն 18 տարեկան է, փոքրս 12։ Լավ էլի, որ դուք տեսնեք, այնքան երիտասարդ են, այնքան հաճելի է, նույնիսկ մտքովս չեր անցնի, որ այդքան մեծ բալիկներ ունեք։ Ասեմ, որ այնտեղ Մոսկվայում շատ հետաքրքիր մի կազմակերպություն կա, ֆիտոկոլաժիստների ասոցիացիա։ Ես այդ ասոցիացիայի համանախագահն եմ եւ հաճախ ենք շրջում տարբեր երկրներով եւ ներկայացնում ցուցահանդեսներ եւ Հայաստան հաճախ ենք ներկայանում նոր նախագծերով, այո, իսկ կոնկրետ այս նախագիծը ինչ որ բերել ենք Հայաստան, ես եւ Քնարիկը, դա ունի երկար պատմություն։ Ուզում եմ հակիրճ պատմեք, հա,
նախ ձեր ծանոթության մասին, մեկը Ֆրանսիա, մյուսը Մոսկվա, եւ ուզում եմ հասկանալ, արդյոք այդ հեռավորությունը որևէ կերպ չի խոչընդոտում ձեր գործակցությանը։ Ի վերջո տարածությունը ինչպես եք փորձում իրար հետ համահունչ ինչ-որ համատեղ նախագիծ իրականացնել։ Շնորհակալություն պետք է հայտնենք տեխնոլոգիայի ժամանակակից, որը մեզ տարավ այդ ուղղությամբ, կարելի է ասել, ծանոթությունը տեղի ունեցել համացանցի շնորհիվ, կրկին համացանցներ Facebook-ի շնորհիվ եղել, բայց ինչը հետաքրքրեց օրինակ։ Սկզբում Նելի նկարները, մենք ծանոթացանք այսպես, ես Նելի նկարներն էի դիտում եւ շատ հետաքրքրում էր ինձ։ Նելի, ես էլ եմ ուզում ձեր նկարները դիտեմ, հետո եթերից հետո անպայման խնդրում եմ Ես ձեզ սիրով հրավիրում եմ անհատական ցուցահանդեսին հուլիսի 19-ին, ժամը երեկոյան 6-ին, 18-ին, ժամը 18-ին, հուլիսի 19-ին, սիրելի ռադիոլսողներ, դուք էլ կարող եք մասնակցել, որտեղ է։ Նկարիչների միությունում։ Երկրորդ հարկի ցուցասրահ, մուտքն ազատ է, սիրով կսպասենք, եթե չկարողանաք այդ օրը կամ հանդիսատեսը մեզ Քանի օր է լինելու, հասկանալ։ 3 օր 18-ին, 19-ին եւ 20-ին։ 10-ին, Ոյ, կներեք, 19-ին, 20-ին շփոթվեցի։ Բայց բացման գեղեցիկ արարողությունը կարող եք վայելել հուլիսի 19-ին ժամը 18-ին։ Լավ, հասկանանք, փաստորեն համացանցի միջոցով տեսակ նկարները ձեր շատ դուր եկա եւ սկսեցիք գրել։ Սկսեցինք հաղորդակցվել եւ միևնույն ժամանակ, քանի որ ես սկսել էի գրել Հայաստանից հետո, երբ վերադարձել էի 16 թվականին, ինձ մոտ տենց ոգեշնչման ինչ-որ բուրըն հոգեկան հրավառություն զգացմունքների հրավառություն տեղի ունեցավ եւ սկսեցի գրել։ Իհարկե ավելի երիտասարդ տարիներին ինձ համար գաղտնի գրում էի, ոչ մեկ չգիտեր եւ այլն։ Ձեր հոգու խոսքն էի, հա, հանձնում։ Այո, իմ արտահայտվելու ձևը թղթին էի հանձնում, այսպես ասած։ Դա շատ լավ տարբերակ է, հոգեբանի կարիք էլ չկա։ Բոլորովին։ Իրականում ես ինքս ինձ բուժում եմ։ Իհարկե, երբ սրտի խոսքը ինչ-որ կերպ արտահայտում ես, դա լինի նկարչության տեսքով, բանաստեղծությունների կամ պարզապես օրագրի տեսքով, արդեն ինչ-որտեղ հանգստանում ես, ներքին բավարարվածություն, ներաշխարհ է խաղաղում, ճիշտ է։ Իհարկե, Նելին ինձ միշտ ներկայացնում է որպես բանաստեղծու, իսկ ես ասում եմ դեմ եմ այդ արտահայտությանը, ասելով, որ սա միայն իմ արտահայտվելու միջոցն է։ Ես չեմ կարող ասել, որ ես բանաստեղծու եմ, կարող եմ ասել դա այն ժամանակ, երբ քննադատությունների առարկա կլինի իմ գրածը եւ այդ ժամանակ իհարկե հետաքրքրեց այդ, երբ խոսեցինք հոգեկան ներաշխարհի մասին, կուզեի իմանալ ձեր նկարներում ինչ գույներն են առավել գերակշռում, իսկ ձեր բանաստեղծությունները ինչ գույների են։ Հա, եկեք որակումներ տանք գունային առումով։ Կարոտ, գույն, վառ գույներ, բայց կարոտ, բայց վառ գույների մեջ։ Ջերմ կարոտ։ Ես գույների տեսանկյունից անչափ համարձակ եմ եւ աշխատում եմ գրաֆիկական աշխատանքներ զուտ, սև սպիտակ եւ աշխատում եմ բոլոր ծիածանի բոլոր գույները, հա, մեր գույնային սպեկտրը եւ շատ սիրում եմ խառնել։ Ռիսկային բաներ եք անում։ Այո։ Իդեպ նշեմ, որ նախագծի երկրորդ կանգառը եղավ Փարիզը, փորձեցի խոսել, հա, ընդհատվեց, ուրեմն 2017-ին մենք մեկնեցինք Լոս Անջելես, Ամերիկայի Միացյալ Նահանգներ եւ ներկայացրեցինք մեր համատեղ նախագիծը անհատական ցուցահանդեսով, արձագանքը շատ հետաքրքիր էր, գեղեցիկ էր։ Երկրորդ կանգառը Փարիզն էր եւ Փարիզից հետո ժամանեցինք այստեղ։ Ինչի եմ այդ հարցի շուրջ հիմա խոսում, որովհետև գտնվելով Փարիզում, լինելով Մոնեի տուն թանգարանում, Ժիվերնիում, ես այնտեղ ստացա լրիվ ուրիշ գույներ, լրիվ ուրիշ ոգևորություն եւ այդ աշխատանքները բերել եմ ինձ հետ, այնպես որ կարծում եմ ես էլ եմ սպասում քննադատություններին։ Այսինքն կարող ենք ասել, որ ճանապարհորդությունն էլ է փոխում մարդու ներքին գույները ինչ որ չափ, մտածողություն։ Շատ է ազդում ճամփորդել, հանդիպել տարբեր ազգների անպայման։ Ես ինքս աշխատում եմ տարբեր ազգի ներկայացուցիչների հետ, դասավանդում եմ ֆրանսերեն մի միությունում, ուրեմն մի մասնագիտական առումով Ֆրանսիայում դասավանդում եմ ֆրանսերեն, բրավո։ Որովհետև մենք շատ լավ դպրոց ենք ունեցել, 119 դպրոցը ավարտել եմ Երևանում եւ նաեւ Բրյուսովի, նաեւ ավարտել եմ Բրյուսովի անվանը։ Այդպես են հայրը գնում են Ֆրանսիա ֆրանսերեն սովորեցնել։ Իսկ ֆրանսերեն բանաստեղծություններ գրել եք։ Այո։ Ահա, եւ ո՞րն է ավելի ձեզ հոգեհարազատ։
Ի վերջո Պահից է կախված նայած ինչ տրամադրության եմ եւ որ պահին որ լեզուն է ինձ ավելի հոգեհարազատ։ Գիտեք ինչ նկատի ունեմ, հնչերանգների առումով նկատի ունեմ, այնտեղ ղեր ավելի շատ են, դրա համար էի հարցնում։ Կան արտահայտություններ, որ ավելի մատչելի են ֆրանսերեն լեզվով։ Ֆրանսերենով ավելի մատչելի են։ Երբեմն փնտրում ես այդ համարժեքը հայերենում, նա չի, այն չի, ինչ կարող ես ասել ֆրանսերենով։ Դե նկարչությունը նման խնդիր չունի, լեզվի խնդիր չունի բացարձակ, բայց ընկալման խնդիր իհարկե կա, այսինքն, տեսեք դուք գնացել եք Միացյալ Նահանգներ, Ֆրանսիա եւ հիմա գալի այդ նույն նախագծով եկել եք Հայաստան։ Կուզեի դե բնականաբար Հայաստանինը դեռ պիտի խոսենք, որովհետեւ արժևում է ամեն ինչ, բայց ես կուզեի մի քիչ տարբերությունը հասկանայինք, հա, հանդիսատեսի, ընկալման Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի, եթե համեմատություն անենք։ Շատ տարբեր է, որովհետև Ամերիկայում, Լոս Անջելեսում հատկապես նորից հայ համայնքի շրջանակներում էինք եւ ինչպես միշտ հայկական այս բուրըն զգացմունքայնությունը անմիջապես արտահայտվում է իսկ Ֆրանսիայում ավելի զուսպ, բայց ավելի խորիմաստ է իհարկե ընկալվում եւ դիտորդը հատկապես Նելիի նկարները շատ հիացած էին մարդիկ եւ մեծ ողջավորությամբ էին ընդունել իհարկե։ Դե բնականաբար ես կարծում եմ նաև Միացյալ Նահանգներում կարոտներ խոսում։ Ընկերական շրջապատը շատ լավ շրջապատված էինք իհարկե եւ մեր մտերիմները շատ հայկական ջերմությունը այո, անգնահատելի է։ Քնարիկը մի գեղեցիկ արտահայտություն արեց Լոս Անջելեսում։ Այն էլի ջան, այս մենք Լոս Անջելեսում ենք, Ամերիկայում ենք, թե Հայաստանում։ Միանշանակ շրջանակը բարեկամներին եւ հույս ունեիք, որ ընկերուհիները իհարկե ծրագիրը ավելի զարգացավ դրանից քանի որ սկիզբն էր դրա հետ կապված մշակվեց նաև գրքի լուսնծայման հետ կապված խնդիրներ շատ երկար ճանապարհ ենք անցել հեշտությամբ չի տեղի ունեցել որովհետև ամեն ինչ է հեռակա կարգով են կարգավորել եւ հրատարակչության հետ կապը եւ մեր համաձայնությունը եւ ձևավորող անձի հետ գիրքը Կարինեի աշխատանքը որ մեծ եղավ շատ ուրեմն մի գեղեցիկ համադրություն է ստեղծվել եւ պիտի ասեմ նաեւ որ գրվել է մի երգ իմ բանաստեղծությունների խոսքերի բանաստեղծության խոսքերի հիման վրա երաժշտություն Արմինե Հակոբյանի երաժշտությամբ եւ այն կհնչի երկչուհու անունը դեռ չեմ կարող տալ բայց մենք ճանաչում ենք երկչուհու ոչ ուսանողուհի է այո կոնսերվատորիայի այսինքն մեզ համար բացահայտում կլինի այդ օրը այո ուրեմն կհնչի 3 տար պիտի միտեղ համագործակցեն երաժշտություն նկարչություն եւ խոսք բանաստեղծություն Փաստորեն բավականին ընդարձակ ցուցադրություն է ստացվում եւ կարող ենք ասել ոչ ստանդարտ տարբերակով այսինքն նորություն ենք ուզում ներմուծել հասկանամ ցուցադրությունը հասկանալի է նկարները կախված են լինելու եւ հնարավորությունը լինելու որպեսզի հանդիսատեսը տեսնի ընկալի ձեր ստեղծածը ձեր աշխարհը որովհետեւ դա ձեր աշխարհն է ձեր ստեղծած աշխարհը ես ուզում եմ հասկանալ հանդիսատեսը հնարավորություն ունի լսելու նաեւ ձեր բանաստեղծությունները Այո, ես կկարդամ։ Դուք եք կարդալու, ահա։ Եվ երկն էլ կհնչի իհարկե երիտասարդ երկչուհու կատարմամբ։ Այսինքն ամբողջ ընթացքում մենք եւ տեսնելու ենք եւ լսելու ենք։ Շոյվելու է ձեր աչքը, ականջը եւ հոգին։ Ես կարող եմ ասել, որ դրսում, հա, Հայաստանի սահմաններից դուրս ապրելը նաեւ ինչ որ չափ նպաստել է, որ հայկական ավելի շատ լինի կարոտը, չգիտեմ, այդ դուք ավելի լավ կպատմեք։ Անշուշտ Լուսինե ջան, գտնվում ենք այստեղ չեն գնահատում շատ բաներ։ Կոնկրետ տղայիս բառերը ասեմ, ասում է այստեղ ջուրը այնքան համեղ է, կարծես հաց ուտես։ Գեղեցիկ համեմատություն։ Ուրեմն գտնվելով այստեղ չենք հասկանում, հետո դուրս ենք գալիս, մեկ էլ տեսնում ենք ջուրը այն չէր, արևը չկա, մռայլ, կոնկրետ ես Մոսկվայի մասին եմ խոսում, ինձ որպես ստեղծագործող մարդ շատ հոգնեցնում է այդ մռայլ կյանքը։ Երևի ես շատ կախված եմ եղանակից, այո, եւ իմ տեսակից ավելի սիրում եմ փոքր քաղաքում ապրել, կյանքի սկզբի տարիներ, երբ որ տեղափոխվել էի Մոսկվա, անգամ դեպրեսիվ էի տանում այդ իրավիճակը։ Զարմացած եմ ձեզ վրա, դուք այնքան հզոր կանայք եք, այսինքն հարուստ ներաշխարհով, փոխանակ
այնպես անեք, որ նրանց բերեիք Հայաստան ամուսիններին։ Ամուսինների Դժվար է։ Լուսինի ջան, շատ դժվար է։ Հայ տղամարդիկ մի քիչ այլ են։ Հուսանք, որ հիմա քաղաքական իրադրությունը այստեղ ավելի կկարգավորվի եւ հնարավորություն կունենան շատ ընտանիքներ Մենք վերադառնալ։ ակնկալում ենք եւ բազմիցս մեր աղավարում հյուրընկալում ենք այն մարդկանց, ովքեր վերադարձնում են։ Ես առավոտի ծիրիկուն այդ Facebook-յան էջերի վրա է եւ հետեւում էի թե ամեն վարքյան ինչ էր կատարվում Դե մեր համար հայրենիքում։ ավելի բարդ էր հեռավորության վրա եք եւ այստեղ ներսում չէի։ Ես շատ ուժեղ Շատ ակտիվիստ էի ոգևորված եմ։ Մոսկվայում։ Շատ ոգևորված ենք, գնացել ենք իհարկե դեսպանատան դիմաց նաեւ միտինգներին ենք մասնակցել եւ այլն, բայց այն չեն կարել ինչ որ դուք էստեղ եք արել։ Դե բնականաբար մենք նույնիսկ ոդկով ենք եկել աշխատանքի եւ դա հաճույք էր։ Բրավո։ Քայլել։ Ինչ որ չափ նաեւ սա անվանեցին ֆիթնես հեղափոխություն, Այո։ որովհետեւ բոլորը շարժվում էին։ Իրականում ժամանակակից տեխնոլոգիաները, զարգացումները բնականաբար մեզ հեռացնում են իրականությունից։ Մենք քիչ ենք շարժվում, մենք Այո։ քիչ ենք մարզվում, մենք չենք տեսնում են ձեր ասած այն գեղեցիկը, թեկուս այն Իհարկե։ փոքրիկ ծաղիկը, որ կարող, այսինքն կյանքը վայելելու են հաճույքները հեռանում են մեզանից։ Կարող ենք ասել, որ ձեր բանաստեղծությունները, ձեր նկարները կարող են մի քիչ մոտ բերել իրական աշխարհին։ Հուսանք մեր նպատակն էլ դա է հենց։ Գիտեք, քնարիքի բանաստեղծությունները ամբողջովին իրական կյանք է։ Կոնկրետ ինչի մեր կապը ստեղծվեց, շատ ամուր, որովհետև լսում էի, կարդում էի բանաստեղծություն, ես սիրում եմ, որ քնարիքն է կարդում, ես լսում եմ։ Կարծես իմ ամբողջ կյանքը ինձ չճանաչելով ինքը գրել էր։ Այնքան հուզիչ է այդ ամենը։ Գիտեք, Գուցե դա այն է, որ երկուսդ էլ դրսում եք երկար տարիներ եղել, կարոտ, ինչ որ Շատ հնարավոր է, որովհետև այդուհանդերձ ուրիշ երկրում որքան էլ հարազատներ կան կողքիդ, գալիս են շատ պահեր եւ դու քեզ մենակ ես զգում։ Շատ Իսկ այստեղ կարող ես քեզ Կարող մենակ ես զգալ։ նաև, այո, հայրենիքում գտնվել եւ մենակ զգալ, քանի որ յուրաքանչյուրի բարդ է կյանքը։ կյանքում կան պահեր, երբ նա մենակ է, ինքն իր հետ է։ այո, Ինքն իր իհարկե, խղճի, իր մտքերի, իր ներաշխարհի հետ է։ անպայման։ Այդ ժամանակ են ձեր մոտ ստացվում գործեր։ օ, Ինձ մոտ կարող է ստեղծվել այն պահին, երբ հաղորդակցվում եմ որևիցե մեկի հետ եւ տպավորվում եմ պատմածից մի բառ, կարող է իրավունք բառը լսել եմ եւ գրել եմ ինչ որ։ Օ, այսինքն փոքրիկ արտահայտությունը Այո, կարող է ձեզ կարող համար եմ- բացել ինչ որ, Այո, այո։ ըհը, իսկ ձեզ մոտ։ օ, ես նկարում եմ ոգևորության տակ։ Ես Դեպրեսիան նկարում եմ, այո, դեպրեսիվ գործերը շատ ավելի հանճարեղ են ստեղծվել ինձ մոտ, քան երբ որ ես ուրախ եմ եղել, ծաղիկ թիթեռ եմ նկարել։ Շատերի մոտ է իհարկե, երբ նրանք տխուր են, որովհետև այդ ժամանակ սկսում ես վերարժևորել գուցե շատ բաներ։ Ավելի խորն է ստացվում ամեն ինչ։ Զգացմունքներն են խոսում արդեն Գլուխ են բարձրանում։ կեղծություն չկա։ Մաքրուր ես, դու ինքդ քո հայլու առաջ ես կանգնած։ Ինչ որ ստեղծում ես, դա քո ներքնաշխարհն է, հանձնում ես դատի, այսպես ասած։ Ինչ հետաքրքիր է, դուք ասացիք, որ անապերությամբ սպասում եք, դուք ձեզ օրինակ կհամարեիք իսկապես բանաստեղծուի, երբ լսեիք համապատասխան քննադատություն։ Խոսքը առողջ քննադատության մասին է, բնականաբար։ Այսինքն ձեզ բավարար չէ, որ կգանք ասեն, վայ, ինչ լավն է։ Չէ, իհարկե քննադատությունն է ամենակարևոր եւ դա է ստիպում, որ առողջ քննադատություն, իհարկե, որը կստիպի նաեւ կատարելագործվել եւ առաջ գնալ։ Այո, Ստեղծել քննադատությունը ավելին։ դա Ինձ համար շատ կարևոր է դա։ Ես բոլոր ընկերուհիներիս ուղարկում էի գրածները։ Եվ քան նյարդայնանում եք, երբ նրանք ասում են, բայց ախր շատ լավն է։ Այո, եւ շատ վատ եմ զգում, որ ես ինչ չեն ասում, այ այստեղ պետք է իհարկե ունեմ մի գրաքննադատ ընկերուհի Ռուզանան, որը ինձ միշտ ուղղում է, ասում է, չէ, սա օրինակ կարելի է փոխել։ Ահա, շատ լավ։ Ինչ լավ է, այսինքն Որը ինձ իրոք օգնում է առաջ գնալու։ իսկապես ասում են կողքի աչք։ Այստեղ ովքեր են առաջին այն մարդիկ, ովքեր առաջինն են տեսնում ձեր ինձ մոտ երեխաներս։ Ես կուզեի Տղաս ամենամեծ քննադատն է իմ աշխատանքների, ինքն էլ արվեստագետ է, երաժիշտ, ապրում է Լոս Անջելեսում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Նոր է գնացել 1 տարի սովորելու, բայց տեխնիկան այնքան շատ լավ զարգացած վիճակում է հիմա, որ մենք ամեն օր շփվում ենք, անգամ երեք նկարում էի, էլի չգիտեմ, քեզանից ոգևորվեցիք նարի ջան, նկարի ինչ որ գնացիր։ Պիտի գրեք։ Խնդրում եմ, on-line միացրու տեսնեմ էլի ոնց ես նկարում, որտեղ նոր տեխնիկա էի սկսել, հետաքրքիր։ Ես սիրում եմ հնարամիտ եմ իմ տեսակով եւ սիրում եմ նորը Ես ստեղծել։ ասեի փորփրում էիք,
ամեն ինչ անընդհատ ուզում եք շարժվել առաջ, հա, չեք Այո. սիրում նույն բանը անընդհատ։ Գիտեք, արվեստում ստեղծել եմ նոր ուղղություն, այդպես չեմ ուժեղ բարձրաձայնում, ոչ թե ուղղություն սխալ ասի, այլ տեխնիկա, դա ֆակտուրային բատիկն է։ Բատիկ կտորի վրա նկարչություն, այո, ֆակտուրային, այսինքն ֆակտուրային ունի խորություն, ունի, այո, դա ես ինքս ինքյան եմ ձեռք բերել, չիմանալով հանդերձ։ Հատուկ ներկերի միջոցով։ Այո, ես քանի որ իմ տեսակով հնարամիտ եմ, սիրում եմ անընդհատ նորը անել եւ չիմանալով ստեղծել եմ այդ նոր ուղղությունը։ Հետաքրքիր է, բացի այս ձեր հրաշալի ստեղծագործական գործունեությունից, ինչով եք զբաղվում նաև դուք կարծում եմ ունենեք երկրորդ ունենք ընդհանուր մի բան, երկուսս էլ ուսուցչուհի ենք։ Ես ֆրանսերենի, այո։ Նաև դպրոցում եմ։ Դուք չասեք, որ ռուսերեն եք սովորել։ Հաստատ ռուսերեն չեմ սովորացնում, սովորեցնում եմ նկարչություն եւ բարձր դասարանի աշակերտներին դասավանդում եմ արվեստի Այո, պատմություն։ բայց ռուսերենով։ Ռուսերենով, միանշանակ ռուսերենով։ Առանց ակցենտի։ Չէ, ակցենտ չես կարող չունենալ, այդ ճիշտ էլ չի որ չունենք։ Իրականում մեզ համար առանց ակցենտի, բայց այնտեղ գուցե չգիտեմ։ Վստահ կարելի է այդպես ասել, որովհետև մի քանի օր մնում ես Ռուսաստանում եւ անկախ քեզանից զգում ես, որ բացվել է, բառերն ես վեր հիշում, անգամ վերցնում ես իրենց խոսելու ձևը, ինտոնացիան։ Շատ ժամանակ քեզ թվում է դու ճիշտ ես ասում, բայց պարզվում է որ սխալ է, դա նոր ռուսերեն է եւ դա ճիշտ չի։ Ինձ օրինակ շատ հետաքրքրեց, եթե երկուսդ առանձին հանդես գայիք, այսինքն առանձին ցուցադրություն ունենայիք, չլիներ բանաստեղծությունների ուղեկցություն կամ չլիներ նկարների ուղեկցություն, օրինակ իմ սուբյեկտիվ կարծիքով երաժշտությունն է սինթեզով արվեստ եւ երբ ճիշտ երաժշտություն ես ընտրում ճիշտ գործունեության ժամանակ, այն հարստացնում է, ավելի է խորացնում, հա, էմոցիաները ավելի ճիշտ է։ Ինչ երաժշտություն օրինակ կնախընտրեիք, երբ առանձին ներկայանայիք, օրինակ Սիրում եմ ջազ։ Ահա, Բլյուզ ջազ։ Սաքսոֆոն։ Ահա, նկարները կտեսնենք անպայման Եվ կլասիկ իհարկե, կլասիկ նույնպես։ Դասական երաժշտություն։ Հուլիսի 19-ին ժամը 18-ին նկարներին կծանոթանանք, բայց քանի որ գիրքը ձեզ հետ է, ես կխնդրեի, որպեսզի փոքր բանաստեղծություններից փոքր մեկը ըստ ձեր նախասիրության ընթերցեիք մեր ռադիոլսողների եւ իհարկե ինձ համար, որովհետեւ շատ հետաքրքիր է։ Նկարները հասկանալի է, որ չէի կարող ձեզ հետ բերել ռադիո, բայց կարծում եմ կկարողանանք հիմա լսել մեկ բանաստեղծություն հենց ձեր ընթերցումը։ Սիրով կաշխատեմ։ Եվ արդեն ընդհանուր կհասկանանք այն, ինչի մասին երկար խոսում էինք։ Շնորհակալություն։ Բազմած սիրո թևին։ Ներփաթերթ վարդի նման բազմած սիրո թևին հանձնվելով կարոտի վախին գամվեցին ոտքերս հողին, որպես անզոր վիրավոր թրջուն սրտի զարկերն արագ վազեցին, նորեն քեզ որոնել ու գտնել ձգտեցին, մենակ, մտամոլոր արցունքները չորացնել փորձեցի, այլևս հոգիս թափառական ափսոսանքներից տարանջատվելով արգելքների վանդակը կմտնի, անթերին անվերջ փնտրելով, տվայտանքներից խուսափելով վերջնակետին կհասնի, ու որ վայելի հանգիստ խղճով կորցած վերգտածը հոգու ու իրական կենքի արկայությունն առանց սակարկելու գնահատի։ Ես հիմա մի բան կասեմ, դուք մի սպասեք, որ քննադատություն կլսեք, որովհետև ոչ թե նրա համար, որ դրանք իդեալական են, ոչ, որովհետև դուք ճիշտ ասացիք, ձեր հոգու խոսքն է, եւ դրանք այնքան անկեղծ են, այնքան հեռու են պաթոսից, ամենակարևորը, դրանք իրական են։ Շնորհակալություն, հուզվեցի։ Սա իմ անձնական կարծիքն է իրականում, ես եւս մեկ անգամ մեր ռադիոլսողներին հիշեցնեմ, որ հուլիսի 19-ին է տեղի ունենալու հետաքրքիր այս համատեղ ցուցադրություն, այսինքն եթե դուք գաք նկարիչների միություն երկրորդ հարկ, հուլիսի 19-ին ժամը 18-ին այս գեղեցկուհիների, այս հայուհիների ներաշխարհին կծանոթանաք, ստեղծագործություններին կծանոթանաք, կտեսնեք հրաշալի էքսպերիմենտալ նկարներ, ռիսկային գույներ խառնած, հա, ես անհամբեր սպասում եմ, եւ իհարկե կլսեք այսպիսի անկեղծ սրտի խոսքից առանց պաթոսի բանաստեղծություններ, այո, որոնք լի են կարոտով, ամենակարևորը։ Ես կարծում եմ, որ ձեր նկարներում էլ կտեսնենք կարոտ։ Շատ, իհարկե, ես ամեն յուրաքանչյուր տարին գալով գնում եմ լեռներ, գնում եմ սարեր, հավաքում ծառ, ծաղիկ, թուփ, չորացնում եւ այդ ամենը օգտագործում իմ նկարչության մեջ։ Ստեղծում եմ ֆիտոկոլաժներ։ Ես անհամբեր սպասում եմ, որ կոլաժներ կլինեն, եթե դուք սիրում եք էքսպերիմենտներ, հնարավոր չէ կոլաժներ չլինեն։ Եվ նաեւ գոբելեններ եմ նկարում,
Դեն ինչ եք անում։ Իսկապես ինչ շատ է տակտիկ։ Ինձ հետ ընկերություն։ Դա արդեն գիտենք, այսուհետ մեզ հետ են խնդրում են ընկերություն։ Ես նկարչական ուղղվածություն եմ նկատի ունեի։ Ինչ որ ուղղվածություն կա, որ բաց եք թողել։ Կարծես թե չէ, որովհետև այստեղ սովորել եմ, շատ լավ դասատուներ եմ ունեցել, բայց աշխատում եմ չկանգնել այն կետում, ինչ որ գիտեմ, հա, անընդհատ փորձում եմ սովորել։ Կոնկրետ գտնվելով Լոս Անջելեսում ծանոթացա մի շատ հետաքրքիր աբստրակցիոնիստ նկարիչի հետ, Գրիգոր Միքայելյան, Քիքի, հայտնի է ամբողջ աշխարհով մեկ։ Այնքան հետաքրքիր տեխնիկա սովորեցի, որ հիմա փորձել եմ 1-2 աշխատանք նկարել եմ, կներկայացնեմ իհարկե իր թույլտվությամբ, որովհետև ինքը փաստորեն ինքը իմ ուսուցիչը դարձավ այդ ուղղության մեջ եւ հենց 3 ուղարկեցի նկարները, խնդրելով որ ասի որը կարելի է, հա, որ նկարը ավելի հաջողված է ստեղծված, որը կարելի է ցուցադրել, բնականաբար ես լսում եմ խոսքին, քանի որ ինքը մայստրո է ինձ համար։ Շատ կարևոր է։ Եվ փաստորեն ոչ միայն ծանոթացաք, այլև կարողացաք փորձի փոխանակում, այսպես ասենք, եւ նրանից ունքի պես կլանել են կարևորները, որ ձեզ պետք են։ Մարդ չպետք է ասի, որ ինքը գիտի ամեն ինչ, այդպես չի։ Թեկուզ հնարավոր չի։ Դա ինքնախապեյություն է։ Այո, թեկուզ դու սովորել ես ինչ որ մի, հա, ուղղությամբ եւ մտածում ես, որ դու գիտես, անընդհատ պետքա վերապատրաստվես, անընդհատ պետք է նորը վերցնես ուսուցիչների մոտ դա կա, գիտեք, յուրաքանչյուր տարի։ Կարծում եմ յուրաքանչյուր մարդ, ով սիրում է շարժվել առաջ իր ոլորտին համահունչ, պիտի անընդհատ կատարելագործվի, անընդհատ սովորի եւ չպիտի դոփի տեղում։ Ես երբ ինչ-որ բան սկսում եմ չսովորել եւ զգում եմ նույնն է, ես լճանում եմ։ Ես նյարդայնանում եմ, սկսում եմ ինքս ինձ ուտել, ինձ թվում է յուրաքանչյուր ոք այդպես է։ Այն որ պիտի քայլես առաջ, դա ամենակարևորն է։ Ես շնորհակալություն եմ հայտնում ձեզ, որ այսքան լավն եք, այսքան հայուհի եք, հրաշալի է ուղղակի։ Ես հիշեցնեմ ռադիոլսողներին, որ ցուցահանդեսը 3 օր է լինելու, գրքի շնորհանդեսի հետ համատեղ, հուլիսի 19-20-21-ին, բայց նաև մեկ ցուցադրությունը նկարների 3 օր է լինելու։ Ցուցադրությունը 3 օր է լինելու, բայց ես եւ Քնարիկը ամսի 19-ի ժամը 18-ի նկարիչների միություն երկրորդ հարկ մուտքն ազատ է։ Կվայելեք հրաշալի բանաստեղծություններ, կնայեք հիանալի նկարներ եւ կտեսնեք, թե ինչ է անում կարոտը հայի հետ։ Այո։ Շնորհակալ ենք Լուսինե անչափ։ Շատ շնորհակալություն հյուրընկալության համար։ Ես եմ շնորհակալ ձեզ եւ հուսամ, որ առիթներ դուք ինքներդ այնքան շատ կստեղծեք, որ ավելի հաճախ կլինեք հայրենիքում, քան այն երկրում, որտեղ բնակվում եք, լինի Ֆրանսիա, Մոսկվա եւ տարածությունը որևէ խնդիր չի առաջանա։ Ես հիշեցնեմ սիրելի ռադիոլսողներ, որ Մոսկվա բնակ նկարչուհի Նելի Դանելյանի եւ ֆրանսիահայ բանաստեղծուհի Քնարիկ Մենզիլջյանի հետ էի զրուցում։ Նրանց հետ կարող եք ծանոթանալ հուլիսի 19-ին ժամը 18-ին նկարիչների միությունում։ Մնացեք մեզ հետ, սիրելի ռադիոլսողներ, շարունակելու ենք մեր ծրագիրը քիչ անց հետաքրքիր մի նախաձեռնության մասին ենք խոսելու, այնպես որ շարունակեք մնալ մեզ հետ։